Դեռահասի մոտ անհայտ աղբյուրից ֆինանսական մեծ հոսքերի առկայությունը, նրա կատարած մեծ ծախսերը, անծանոթների հետ կասկածելի հաղորդագրությունները եւ ծածուկ վարքագիծը կարող են լինել թմրանյութերի հնարավոր տարածման նախանշաններ։ Կասկած ունենալու դեպքում ծնողները նախ եւ առաջ պետք է պարզեն, արդյոք դեռահասը նաեւ օգտագործում է, քանի որ տարածողները հաճախ նաեւ օգտագործում են։ Հաստատման դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Կարևոր է հիշել, որ լաբորատոր հետազոտության պատասխանը բժշկական գաղտնիք է եւ հասանելի չէ երրորդ անձանց։ Եթե նման հանգամանք գոյություն չունի եւ գործ ունենք միայն իրացման կասկածի հետ կամ օգտագործման մասը հերկվել է, կա որոշակի քայլերի հաջորդականություն։ Նախ նշեմ, որ ոչ մի պարագայում չպետք է ճնշում գործադրել անչափահասի նկատմամբ, երեխայի նկատմամբ, որովհետեւ դա հղիեվատ հետևանքներով, այդ թվում նաեւ ինքնավնասմամբ, ինքնասպանությամբ երեխան կարող է ցանկացած քայլի դիմել։ Այս իրավիճակում ծնողները պետք է հանդես գան օգնողի դերից, ցույց տան, որ երեխան մենակ չի եւ նաեւ երեխայի մոտ այն հիմնավոր կարծիքը ստեղծեն, որ խնդիրը լուծելի է եւ միասին կարելի է այդ խնդիրը լուծել։ Միայն այսպիսի մոտեցմամբ է հնարավոր արդյունավետ ձևով կատարել ճիշտ քայլեր։ Հաջորդ քայլը, որ պետք է կատարեն իրացման կասկածի դեպքում, դա իրավաբանի հետ խորհրդակցելն է, որովհետեւ իրավաբանը երեխայի լավագույն շահից ելնելով կազմակերպում է նաեւ երեխայի պաշտպանությունը բոլոր հանգամանքներում եւ այնուհետեւ դիմել նաեւ ոստիկանություն։ Տվյալ դեպքում ոստիկան, իրավաբան, ծնող եռանկյունու միջոցով մեկը մյուսին փող լրացնելով հնարավոր է ստեղծել այն ճանապարհային քարտեզը, որի միջոցով պետք է միասին հասնեն երեխայի լավագույն շահի պաշտպանությանը։